Գալիք ընտրությունները Հայաստանում ապրելու մեր հնարավորության մասին են։ Մենք պետք է ընտրենք, թե ինչպիսի երկրում ենք ուզում ապրել։ Ուզում ենք ապրել գաղտնալսումների ու դրանց հրապարակման ցուցադրական ձեռբակալությունների, եկեղեցականների դեմ գռեհիկ արշավների ու հարձակումների, թե ավելի կանխատեսելի գաղափարական ու կառուցողական պետությունում։ Հենց սրանով պետք է պայմանավորված լինի քաղաքացու ընտրությունն առաջիկայում։ Այսօր կայացած քննարկման ժամանակ ասաց այլընտրանքային նախագծեր խմբի անդամ ազգային ժողովի նախկին падգամավոր Վայո Հովհաննիսյանը։ Ու մինչ Ադրբեջանն իր հարաբերություններն է կարգավորում աշխարհի հետ, մենք հոգևորականներին ենք փռում ասֆալտին։ Հաջորդ իշխանությունը պետք է լինի մի քանի ուժերից կազմված, որոնք պետք է ունենան համակեցության նոր կանոններ, այդ համակեցության նոր կանոնները պիտի պրոյեկտվի հասարակության վրա, խաղի նոր կանոններ, եւ պետք է լինի մի ուժ, որը չի լինի արկածախնդիր, մի իշխանություն, որը չի լինի արկածախնդիր, եւ բ, որը կդնի ժամանակակից պետության հիմքերը։ Այսօր Հայաստանը գտնվում է ոչ թե խաղաղության, այլ չպատերազմի վիճակում, եւ հաջորդ իշխանությունների խնդիրը լինելու է այդ չպատերազմը կառավարելը, քանի որ Ադրբեջանը գնալով կոշտացնում է պահանջները, եւ սա ամենածանր հետևանքների կհանգեցնի, եթե իշխանությունը վերարտադրվի։ Վայո Հովհաննիսյանի այս մտքի հետ համակարծիք է ազգային ժողովի падգամավոր Լիլիթ Գալստյանը։ Երբ չկա ազգային պետական շահը պաշտպանող իշխանություն, բնական է, որ Ադրբեջանը գնալու է ամեն ինչ կորզելու ճանապարհով։ Ըստ նրա, Հայաստանը շարունակում է գնալ կորուստների ճանապարհով, եւ այդ կորուստները բազմերանգ են։ Ցավոք սրտի, երբ որ տեսնում եմ եւ նաեւ շատ բողոքներ եմ ստանում, օրինակ, որ շուտով ամսի կարծեմ, թե շուտով պիտի հանդիպի ուսուցիչների հետ, վարչական ռեսուրսների օգտագործում։ Այո, հայտարարակ ծավալներ են դրանք ընդունում։ Ես կարծում եմ նախ եւ առաջ մեր հասարակությունը պիտի փորձի նաեւ ոչ միայն ներքին ընդվզումի մակարդակում, ուղղակի ոչ ասել այս ամբարո ընթացքին, այլև գիտակցել, որ սրա վաղը, այսինքն ընտրությունը հայ մնալու եւ չմնալու, ազգային պետություն ունենալու եւ պետություն չունենալու, ինքնություն ունենալու եւ չունենալու միջև է։ Լիլիթ Գալստյանը միակ ելքը համարում է հանրության բոլոր շերտերում տագնապի զանգը հնչեցնելը։ Այսօրվա հաշտվելը, հանդուրժելն ու լռելը կասկածի տակ է դնում վաղվա գոյությունն ու ինքնությունը։ Այսօրվա իշխանությունները 4 պաշտպանության նախարար են ունեցել, 4-ն էլ տարածքներ են հանձնել, լրացնում է Արտակ Զաքարյանը, եւ դեռ խոսում են ուժեղանալուց ու մարտունակ լինելուց։ Համեմատում էին նախկին բանակի ինչքան վատներ, իրանք ինչքան լավն են, բայց տարածքները որ կորում են։ Պաշտպանական կարողությունները, որ չեզոքանում է, զրոանում են, այսինքն սրանք փաստեր են, սրանց հետ չի կարելի վիճել, քննարկել, ինչ քննարկես փաստ է։ Եվ այդ փաստերի հետ կռիվ տալու փոխարեն ուղղակի մեր հասարակությունը պետք է համախմբվի եւ հասկանա, որ խաղաղություն ունի գին։ Եվ այդ գինը նաեւ ես իշխանապողություն։ Այնինչ այսօրվա իշխանությունները համարում են խաղաղության պայմանագիր, արտաքին ուժերն այն դիտարկում են որպես բանալի տարածաշրջանի վրա վերահսկողությունն ավելացնելու, իսկ Հայաստանն այստեղ ոչինչ չի շահելու։ Արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանն էլ վստահ է, որ մենք կունենանք շանս, եթե շատ արագ ձևավորենք համահայկական դաշինք, որը կմիավորի նաեւ դրսում բնակվող հայերին, այն հայերին, որոնք ունակ են որոշումներ կայացնելու։ Պետք է միավորվեն նաեւ ազգային ուժերը եւ միասնական ճակատով միայն հնարավոր կլինի հաղթել լայն ուժերին, որոնք այսօր գրավել են Հայաստանը, որոնց պետք չէ թերագնահատել։ Նրանք հստակ ծրագրով խելացի ու թիրախային խփում են այն բոլոր հիմքերին ու հենասյուներին, որոնց վրա խարսխված է հայությունն ու հայոց պետականությունը։ Կապիտալը, ազգային ուժերը, ազգային մտածող մարդիկ չեն աշխատում այդ հասարակության հետ, այդ հասարակության հետ աշխատում են դրսից օտարները։ Եվ այդ հասարակությունը, որ ոնց որ պլաստիլին, ինքը սկսում է փոխվել, ինքը դառնում է ապապետական, ինքը կարող է դառնալ ապազգային, ինքը կարող է շատ դեպքերում դառնա գլոբալիստական, ինքը կարող է դառնալ ընդհանրապես ինքնության, հայկական ինքնությանը ոչ մի կապ չունեցող։ Դրա մեջ ներդրվում են ահռելի գումարներ եւ ներդրվել են տարբեր հասարակական կազմակերպությունների, տարբեր, չգիտեմ, միավորների միջոցով։ Այսօրվա իշխանություններն ուղղակի խուճապի մեջ են, ասում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, որովհետև ժողովրդի 80-ից 85%-ն այս կամ այն չափով մերժում է այս իշխանությանը։ Դրա վառապացույցը այն է, որ տեղական գրեթե բոլոր ընտրություններում իշխանությունը պարտվել է, ընդ որում իշխանությունը ունենալով հսկայական վարչական ռեսուրսներ, օբյեկտիվորեն ինքը ուներ առավելություն հաղթելու, բայց տեսեք, ինքը պարտվեց Վանաձորում, ձերբակալեց հաղթող քաղաքապետին, պարտվեց Գյումրիում, դա երկրորդ քաղաքն է Հայաստանի, նույնիսկ ձերբակալեց մարդուն, Փարաքերում պարտվեց եւ հաղթող տեխնատուն սպանվեց։ Երևանում գրեթե կարելի ասել կիսապարտված վիճակի մեջ էր, կուլիսային բաների արդյունքում, այսպես ասած, կարողացավ
վերարտադրվել, ընդ որում Երևանում մասնակցեց քվեարկողների ընդամենը 28%-ը։ Պատկերացնում եք, եթե ասենք մասնակցությունը մեր գնահատականով եթե 30%-ից ավել, ինքը անկախ նրանից թե ինչպես կարող էր օգտագործել այլ շրջանակներում, ինքը պարտվելու էր։ Հայ ժողովուրդն ունի համախմբման հստակ արժեք Հայաստանի Հանրապետության պաշտպանությունն ու պահպանությունը, սակայն ներկայիս զարգացումների ֆոնին վտանգված է հայոց պետականության շարունակականությունը։ Միայն համախմբված ազգային ջանքերով հնարավոր կլինի շրջել իրավիճակը, պատերազմ բերած քաղաքական ուժը չի կարող խաղաղություն ապահովել, համակարծիք էին բոլոր բանախոսները։